Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի Նյուզ լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, տաղավարում է Լուսինե Ղարսայանը, բարև ձեզ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված կառույցներն այլևս գոյություն չունեն։ Կազմակերպության տարածած պաշտոնական հայտարարության համաձայն նոյեմբերի 30-ին ժամը 23:59-ին վերջնականապես ավարտվել է Մինսկի գործընթացի փակումը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հանդես էին եկել համատեղ դիմումով ուղղված ԵԱՀԿ-ում ֆիննական նախագահությանը, որով առաջարկել էին դադարեցնել խմբի աշխատանքը։ Հիմք ընդունելով երկու երկրների համատեղ պահանջը եւ կայացված որոշումը ԵԱՀԿ-ն պաշտոնապես արձանագրել է Մինսկի գործընթացի եւ հարակից կառույցների գործունեության վերջնական դադարեցումը։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը մամուլի ասուլիս է հրավիրել իր շուրջ ընթացող զարգացումները պարզաբանելու համար։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ համացանցում տարածվեցին Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութեր։ Սրբազանը հայտարարել է, որ ինքը որևէ առնչություն չունի դրանց հետ, տեսանյութը կեղծիք է եւ սուտ։ Քննչական կոմիտեն այս առնչությամբ քրեական վարույթ էր հարուցել եւ պարզաբանում տարածել, հաստատելով տեսանյութերի իսկությունը։ Արշակ Սրբազանն անդրադարձել է եպիսկոպոսների հայտարարությանը, որտեղ նրանք պահանջում են իրեն հեռացնել մայրաթորից։ Սրբազանի խոսքով անկախ գործոններից ու հանգամանքներից եկեղեցականների այս քայլը դավաճանություն է եւ այն անձինք, որոնք գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։ Ընդհանրապես դա դավաճանություն է։ Ես չգիտեմ, սպառնալիքներ են եղել, սեփական համոզումներից ելնելով են այդպիսի քայլ կատարել։ Որոշակի նախապատվություններից, նախասիրություններից, այսօրվա իշխանավորների նկատմամբ անզսպելի սիրո զգացումներից, չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Չեմ փորձել ճշտել եւ դա բացարձակապես ինձ համար կարեւոր չէ։ Անկախ նրանից, թե ինչ գործոնների ազդեցության տակ է կատարվել այդ գործողությունը, գործողության բնութագիրը չի փոխվում։ Նախորդին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, երբ Նիկոլ Փաշինյանը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցում էր Սուրբ Պատարագի, միջադեպ է գրանցվել իրավապաշտպան եւ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին եւ ևս մեկ քաղաքացու անվտանգության աշխատակիցներն ուժ կիրառելով դուրս են բերել եկեղեցուց, երբ նրանք բարձրաձայնել են ամենայն հայոց կաթողիկոսի անունը, երբ պատարագիչ քահանան զեղչել է Գարեգին Վեհափարի անունը։ Ներքին գործերի նախարարության մեկնաբանությամբ միջադեպի կանխման եւ անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել են, ձերբակալվածներ չկան։ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ջուզեպե Կավոդրագոնեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածը ի պատասխան հիբրիդային հարձակումների։ Դրագոնեն հավելել է, որ իրենք քննարկում են ավելի ագրեսիվ եւ նախաձեռնողական գործելակերպը, այլ ոչ թե միայն արձագանքը։ Ծովակալը նշել է, որ կանխարգելիչ հարվածը կարող է համարվել պաշտպանական գործողություն, բայց այն դուրս է գալիս իրենց մտածելակերպից եւ վարքից։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումների իրականացման հիմնական մարտահրավերը իրավասության հարցերն են եւ այն, թե ինչ եւ ով է պատասխանատու դրանց իրականացման համար։ Միաժամանակ Պոլիտիկոյի ՆԱՏՕ-ի աղբյուրը շեշտել է, որ դաշինքը պաշտպանական կազմակերպություն է եւ կասկածանքով է վերաբերում հարձակողական գործողություններին։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում շեշտել է տարածաշրջանային երկրների համատեղ պայքարի անհրաժեշտությունը ընդդեմ Իսրայելի ծավալապաշտության եւ ագրեսիայի։ Կողմերը խստորեն դատապարտել են Գազայում, Լիբանանում եւ Սիրիայում Իսրայելի ռազմական գործողությունները, դրանք որակելով որպես լրջագույն սպառնալիք Մերձավոր Արևելքի կայունության համար եւ կոչ անելով իսլամական պետություններին համակարգել ջանքերը։ Բացի այդ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իսկ թուրքական կողմը վերահաստատել է իր աջակցությունը Իրանի միջուկային խնդիրը միջազգային իրավունքի եւ երկխոսության շրջանակում լուծելու հարցում։ Ռուսական զորքերը հայտարարել են Պոկրովսկում առաջխաղացման եւ ուկրաինական ռազմաարդյունաբերական օբյեկտների խոցման մասին, ինչին զուգահեռ Մոսկվան խստորեն դատապարտել է Կիևի հարձակումները Սև ծովում նավթային լցանավերի վրա, իսկ ուկրաինական կողմը հայտնում է ինտենսիվ օդային հարվածների, պաշտպանական մարտերի եւ Դոնեցկում խաղաղ բնակիչների տուժելու մասին։ Ռազմական գործողությունների սրման ֆոնին Ուկրաինան բախվում է կենթանի ուժի սուրբ ակասի խնդրին, փորձելով բարձր ֆինանսական խթաններով բանակ ներգրավել երիտասարդ կամավորների։
We had another very productive session. Ֆլորիդայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդյունավետ է գնահատել ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումը, շեշտելով, որ բանակցությունների նպատակը պատերազմի դադարեցումն է, Ուկրաինայի ինքնիշխանության եւ բարգավաճման պահպանմամբ։ Նա նշել է, որ գործընթացում անհրաժեշտ է նաեւ ռուսական կողմի ներգրավվածությունը, ուստի Ուիտքոֆն առաջիկայում կմեկնի Մոսկվա շարունակելու երկխոսությունը։ Ռուբիոն հավելել է, որ թեև Վաշինգտոնը ծանոթ է Մոսկվայի դիրքորոշմանը, վերջնական համաձայնության հասնելու համար դեռևս մեծ աշխատանք է պահանջում։ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի փաստը, սակայն հրաժարվել է մանրամասնելուց։ Զուգահեռաբար սպառնալից հայտարարություններ անելով Վենեսուելայի օդային տարածքի հնարավոր ամբողջական շրջափակման վերաբերյալ։ Այս քաղաքական եւ տնտեսական ճնշումների ֆոնին Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան չի ընկրկել ամերիկյան պատժամիջոցների առջև, որպես ապացույց նշելով սուրճի արտադրության զգալի աճն ու արտահանման աշխարհագրության ընդլայնումը։ Ռոմի Պապ Լեո 14-րդը ժամանել է Լիբանան, որտեղ նրան ցուցաբերել են ջերմ ընդունելություն, չնայած իսրայելական հարվածների վտանգին եւ երկրում տիրող լարվածությանը։ Իր առաջին արտասահմանյան շրջագայության այս փուլում Պոնտիֆիկոսը հանդիպել է նախագահ Ժոզեֆ Աունի հետ, կոչ անելով դադարեցնել բռնությունները։ Մինչդեռ նախագահը անդրադառնալով պատերազմական եւ տնտեսական ճգնաժամին, վերահաստատել է լիբանանյան ժողովրդի տոկունությունն ու չհանձնվելու վճռականությունը։ Նախքան Լիբանան մեկնելը Ռոմի Պապը այցելություն է կատարել Ստամբուլի հայ առաքելական տաճար, որտեղ ջերմ մթնոլորտում հանդիպել է պատրիարք Սահակ II-ի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար հայ հոգևորականների հետ միասնական աղոթք է բարձրացրել եւ ողջունել ներկա հավատացյալներին։ Նաեւ ողջունի ուղերձղել ամենայն հայոց կաթողիկոսին։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստում ազդարարվել է, որ փաստական հանգամանքները վերլուծելուց հետո աշխատանքից ազատվել է 4 ոստիկան, 2 ոստիկանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն, ևս 2 ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է։ Նիստը վարող գերատեսչության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է, որ համակարգում կարգապահության եւ բարեվարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ժամը 10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Ըստ նախնական տվյալների, մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը, որը եղել է տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը, կատուժած։ Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք մեր ժամը 17-ի թողարկմանը։ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի օրակարգային հարցերից էր թեքահարթակների կառուցման թեման։ 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ ընդհանուր առմամբ շատ կարևոր եւ մեծ աշխատանք է արվել, բայց մի քանի դիտողություններ է արել ծրագրի վերաբերյալ։ Մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։ Արցախի արևելյան հատվածներում նախօրեին բռնկված հրդեհը դեռ շարունակվում է։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից նշում են, որ հրդեհը բռնկվել է անտառային հատվածում։ Կրակն այսօր տարածվել է նաև Քաշաթաղի շրջանում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է լեռնային բարդ տեղանքով տարածքում, որտեղ նաև քամի է, ինչը բարդացնում է դրա մարման աշխատանքը։ Ձմռան առաջին օրը Հայաստանում տեղում է առաջին ձնախառն անձրևը։ Սպիտակի ոլորաններում Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, հաջողություն։